Կրեմլի պարադին, իսկ դա նաև մեր զորահանդեսներ, ամոթ էր ուղարկի, Փաշինյանը վիզը ծուռ նստած նայում էր, թե ինչպես է անցնում ադրբեջանական զորախումբը այդ զորահանդեսի ժամանակ։ Ես հրավիրված եմ եւ մասնակցել եմ, ինչպես գիտեք, Գագիկ Ծառուկյանը նույնպես 80-ամյակի զորահանդեսին հրավիրված է եղել, մասնակցել է։ Նախ օրվա խորհրդի հետ կապված մայիսին մեզ համար միշտ եռատոն է եղել, ցավոք սրտի մենք չկարողացանք պահել մեր հաղթանակները եւ հիմա որպես հայրենական մեծ պատերազմի օրենք որպես նշ։ Նախ ես ուզում եմ մեր բոլոր հայրենակիցներին շնորհավորել մեծ հաղթանակի օրվա առթիվ, այո, ցավոք հայ ժողովուրդը այս օրերը այլ կերպ էր նշում եւ մենք պետք է տեսնեինք այսօր շատ ավելի մարդաշատ եւ ուրախ այս այգին, բայց ցավոք այո, մենք զրկված ենք այդ եռատոնից, բայց կարծում եմ հիմա մեր գերխնդիրը նա է, որ մենք կարողանանք պահպանել մեր պատմական հիշողությունը։